Ողջույն 24-ի եթերում հետագից նայվեց Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրընկալել եմ Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին, պարոն Չալաբյան, ողջունում եմ եւ շնորհակալում շատ հրավերս ընդունելու համար։ Բազս հիշեցնում եմ, որ մենք քաղաքացիական միավորում ենք, ոչ թե քաղաքացիական միավորում, արդեն բավական վաղուց։ Քաղաքացիական միավորման, ոչինչ ասում, ներեք մեզ մեղավորներից։ Դուք պատական չասեցիք, չէ՞ երևի։ Որը մեղավորների մասով։ Դե հիմա բոլորս փորձում ենք ավելի շատ հոգևոր կյանքով ապրել հաշվի առնելով վերջին իրադարձությունները, հոգևոր կյանքին իդեպ կանադառնանք ընդհանրապես առաջինը կուզեի խոսել Ալիևի վերջին հայտարարությունների մասին, Սևան Գյոյչի այդ հայտնի ելույթը, ինչպես նաև ադրբեջանցիների ճակատներով վերադարձի մասին, ինչի մասին որ խոսվեց, այն տրամաբանությամբ, որ Նիկոլ Փաշինյանը, պարոն Չալաբյան, կամ եթե ես սխալվում եմ ինձ ուղղեք, կարծես թե երեք դարձել էր Ալիևի մեկնաբանը, վերագրելով այս ակնհայտ ծավալապաշտական եւ խաղաղության օրակարգի հետ կապ չունեցող հայտարարությունները վերջին 30 տարվա Հայաստանի սոցիալ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ տիրող սոցիալ հոգեբանությանը 1, ինչպես նաև կայսերականության պատմությանը 2, հղում անելով Կիրովաբադ, Կիրովական եւ այլն եւ այլն։ Սա ինչ է նշանակում։ Ալիևը ինչ որ բաներ ուզում հասկացնել Նիկոլ Փաշինյանին սրանով, որ թեման փակ չի, որ դեռ հələ ինչ որ հարցեր կա լուծելու, ներքին լսարանի համար է ամեն ինչը անում, էլի Փաշինյանի համար բավական վատ իրավիճակ ստեղծելով։ Ինչի արվեց այս ամեն ինչը։ Տեսեք, նախ ես կարծում եմ, որ մենք պետք է դադարենք Ալիևի ամեն առանձին վերցած հայտարարությունը մեկնաբանելու, ոչ մեր հանրությունը արձագանքում է հենց կոնկրետ մեկնաբանություններին, Եվ փորձենք հասկանանք այդ ամեն ինչի հետևը ինչ է կանգնած։ Ինչ գործընթաց է տեղի ունենում, որը պարբերաբար այդպիսի այլանդակ ձևեր է ստանում, Եվ դրա համար մի հատ փորձենք իրականության իսկականից նայել Ալիևի բանից, անկյունից, թե ինչ խնդիր է փորձում Ալիևը լուծել այս ամեն ինչը անելով պարբերաբար ռետորաբանության հետ։ Ամպլիտուդան բարձրացնելով, իջացնելով, բարձրացնելով, կապ չունի կոնկրետ ինչ ասում դրա դեպքում։ Ալիևը բռնապետ է, որի ընտանիքը արդեն 32 տարի է Ադրբեջանում իշխանության, բայց մինչև էդ էլ է եղել իշխանության, ուղղակի ընդմիջում է եղել արանքում, Եվ նա խնդիր ունի իր բռնապետությունը հավերժացնելու, իշխանությունը փոխանցի իր ժառանգներին եւ այլն եւ կարողանա իր ամբողջ ընտանիքով հավերժ իշխել նույն կամ ինչ-որ շատ երկարատև ժամանակ իշխել Ադրբեջանում, Եվ այստեղ Ալիևը խնդիր ունի, շատ մեծ խնդիր ունի։ Ադրբեջանը որպես այդպեսին շարունակում է մնալ հետամնաց նավթագազային եկամուտներից կախված պետություն, հետամնաց քաղաքական համակարգով։ Ձեզ հիշեցնեմ, որ Հայաստանում այդ մի քիչ ուշադրություն չդարձեցին դրա վրա, որ դրանց տարածել են 2 շաբաթ առաջ Ալիևը պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալեց եւ կալանավորեց իր հոր իշխանության օրոք երկրի երկրորդ մարդուն Ռամիզ Մեհդիևին։ Ընդ որում նաև լուրեր տարածեցին, որ ռուսներն են իրենց տրամադրել այդ ինֆորմացիան։ Ռամիզ Մեհդիևը 87 տարեկան մարդ է։ Նա մեծ ցանկության դեպքում էլ ինձ թվում է չի կարող արդեն պետական հեղաշրջում անել, որովհետև վաղուց արդեն իշխանության մեջ չի, լծակներ չունի եւ այլն։ Մեջտեն նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովի անունը կար։ Այո, այսքան են մարդկանց, որոնք մեղմացած իրանց տեսանկյունից ռուսական թևն են, ադրբեջանական իշխանության կամ ռուսամետ թև են։ Հիմա հարց Ալիև ինչի է այդպես գործողություններ անում։ Ինչի է այդպես գործողություններ։ Շատ պարզ, որովհետև բռնատիրության, բռնապետության տրամաբանությունը, եւ որը մենք սկսում ենք նաեւ Հայաստանում էլ ականատես լինել, միշտ նույնն է։ Ճանճն էլ տզա պետք է ճանճին սատկացնել, որովհետև այդ ճանճը կարող է իր բռնապետությանը խանգարել, հասկանում եք։ Եվ դա բերել է երկրում Ադրբեջանում բացարձակ տոտալիտար համակարգի։ Տոտալիտար համակարգի հետ դու նայեք ցանկացած չափորիշով Ադրբեջանը հիմա աշխարհի վատթարագույն 10 բռնապետություններից մեկն է դարել։ Ուղղակի աչք են փակում վրան, բայց վատթարագույն բռնապետություններից մեկն է դարել։ Այդ նույն տրամաբանության մեջ են օրինակ հայ գերիների այդ խայտարակ դատավարությունները այնտեղ, որովհետև ինչ է պետք անց սեփական ժողովրդի աչքին թոզա պետք փչել, որ տեսակ մենք դրանց պատժեցինք, տեսակ ոչ մեկը չպլստած, տեսակ 30 տարի առաջ իրանց արածի համար հիմա բերեցինք դերները դրեցինք, պատժեցինք։ Նույնը Գյոքչան մեր լիչնա բան եւ այլն։ Այնտեղ իհարկե նաեւ տնտեսական նկատառում կա, որովհետև Ադրբեջանի ջուր է պետք, բայց մեծ հաշվով Ալիևը անընդհատ իր հոտին պետք է կերակրի հակահայկականության հերթական պորտկումներով, որտեղ ուրիշ բան չունի կերակրելու, դա խնդիրը, ուրիշ բան չունի կերակրելու։ Ադրբեջանը երկարատև ժամանակ է, արդեն ավելի քան 10 տարի է, տնտեսական ստագնացիայի մեջ է գտնվում։ Ադրբեջանի համար հաղթանակը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ
մեծագույն ձեռքբերում էր, որ իրանց կուտեղի վրա այսօրվա իշխանությունը մատուցեց։ Մեծագույն։ Ինքը փորձելու է այդ ձեռքբերումը առնվազն 20 տարի սեփական ժողովրդի վրա անընդհատ ծախի։ Չի լում ծախել։ Ասեմ ձեզ, նաև ինչ մախտիր է։ Ադրբեջանը այդ հաղթանակը ձրի չի ձեռք բերել։ Տասնյակ հազարավոր զոհեր եւ վիրավորներ ունի։ Զոհերը զոհվել գնացել են ընտանիքների հարցերն է պետք լուծել։ Վիրավորները կան, հաշմված են, բողոքում են անընդհատ, այդ մարդկանց խնդիրներն է պետք լուծել։ Այդ խնդիրները անընդհատ սրվում են։ Իրենք չեն կարող լուծել։ Չեն կարող, որովհետեւ փողը չի երիքում, փողը այդքան շատ չի կան։ Թվում Ադրբեջանը հարուստ է 10 տարի առաջ, 15 տարի առաջ։ Հիմա Ադրբեջանը ավելի աղքատ երկիր է, քան Հայաստանը մի շնչի հաշվով եկամուտով։ Չի երիքում, չեն կարողանում այդ խորցի բանը լուծել։ Դա որ ինքը անընդհատ այդ ռետորաբանությունը պետքա փորձի բանանել, բայց երբ որ դու այդ ռետորաբանությունը սկսում ես շահարկել, այդ հաջորդ վտանգավոր բան ունի իր մեջ։ Դե ինչ որ բայ պետք է սկսես բան անել, հա, իրական հողի վրա իրականացնես, պետք է ասենք, չգիտեմ, Սոտկում զորքդ առաջ գա, ենթադրենք, հա, Սյունիքում ինչ որ միտեղ զորքդ պետք է առաջ գա բան եւ այլն։ Հիմա ինչի է այս սրացումը տեղ ունեցել հիմա։ Մեր կարծիքով եւ դա իհարկե պետք է դեռ հաստատվի փաստերով, բայց որոշակի այտենց բաներ կան, լուրերը մեզ հասնում, հետեւյալն է, որ Փաշինյանը խոստացել էր Ալիևին կոտրել հայ առաքելական Սուրբ եկեղեցու ողնաշարը։ Դա իր խոստումն է եղել Ալիևին, որ ինքը տվել է Վաշինգտոնում, երբ որ այնտեղ այդ այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, որտեղ այնտեղ ուրիշ պայման էր դրած։ Հիշեք, նշում եք Սահմանադրությունը նկատի ունեք։ Այո, սահմանադրության պայմանը եւ մեր տեղեկություններով Փաշինյանը կարողացել է Ալիևի հետ բանակցի հետեւյալը սահմանադրության պայմանը եկեք հետաձգենք մինչեւ ընտրությունները չեմ կարող անել հնարավորություն չունեմ ես 650,000 ձայն հավաքելու թողեք ես ընտրությունները վերարտադրեմ տեղը սպնդացնեմ դրանից հետո կփորձեմ այդ անել հա նրանք էլ այդ պայմանն են դրել դե այդ դեպքում փորձի երկրի ներսում ռևանշիստական տրամադրությունները կոտրես հիմա հիմնական դերակատարը իրենց հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական տրամադրությունների տեսանկյունից հիմնական ոչ թե հիմնական առանցքային դա շատ դերակատարներ կան որոնք բնականաբար այս ստորացումը չեն ընդունում ներառյալ ձեր խոնարհ ծառան բայց եթե նայենք ինստիտուցիոնալ հազորության ինստիտուցիոնալ խորության մասշտաբի տեսանկյունից պարզ է չէ՞ որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ամենախոշոր ազգային կառույցն է ավելի խոշոր ազգային կառույց է քան թե ցանկացած անդիմադիր կազմավորում միավորում անկախ թվականակիցներից բայց իր մասշտաբներով ռեսուրսներով տարածվածությամբ ազդեցությամբ ամենակարևոր կառույցն է դրա համար էլ այս վարչակարգի խամաչիկային վարչակարգի ամբողջ բանը գրոհի սուրը ուղղված է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հիմա ինչ է տեղ ունեցել վերջին մի քանի շաբաթների ընթացքում պարզ է որ մենք գիտենք ասենք երկու սրբազանները վաղուց էին ազատազրկված եւս մեկ սրբազան եւ իր դիվանապետը այս ընթացքում կալանավորվել են գիտեք Գարեգին քահանա Արսենյան Գարեգին քահանան Մողնո Սուրբ Գեորգի քահանան եւ Մկրտիչ սրբազան Մկրտիչ Պրոշյան սրբազան հիմա այսինքն շարունակվում է եկեղեցու նկատմամբ բացահայտ այսպես ասած նեռոնական ոճի հալածանքը շարունակվում է Հայաստանում այս ընթացքում իդեպ կալանավորվել է նաեւ կաթողիկոսի հարազատ եղբայրը եւ եղբոր տղան այսինքն այդ ամբողջ ուժով եկեղեցու նկատմամբ գրոհը շատ բիրտ անթակույց գրոհը շարունակում է եւ ես նույնպես եմ ասում սա թուրք-ադրբեջանական պատվեր է որը Փաշինյանը իրականացնում է որպեսզի ժամանակ շահի մինչեւ իր վերարտադրությունը որը տեղի չունենա իհարկե այս ձևով որ ամեն ինչը գնա բայց այստեղ ինչա տեղի ունեցել տեղի ունեցել Հովանավանք 1 եւ Հովանավանք 2 սերիալները այսպես կոչված որտեղ Փաշինյանը փորձել է արդեն բացարձակ օրենքների խախտումներով բացարձակ պարզապես հայ առաքելական Սուրբ եկեղեցուց վանական համալիր գրավի աշխարհիկ իշխանությունը գործադիր իշխանությունը իր միջոցներով հələ մի կողմ դնենք որ այնտեղ կարկալույց քահանա է ասենք թե դա այլ ասպեկտ է բայց իր ամբողջ ուժային համակարգով պարզապես վանական համալիր է գրավել թույլ չի տվել որպեսզի քահանաները այնտեղ մուտք գործեն թույլ չի տվել որպեսզի հավատավոր եկեղեցու զավակները այնտեղ մուտք գործեն բերել է իր խաժամուժը լցրել է այնտեղ բառի բուն իմաստով խաժամուժը եւ իրան ենթակա ուժային համակարգի միջոցներով արգելափակել է մնացած մարդը դա նվաճում է ուղղակի իսկապես վանական համալիրի նվաճում է տեղ ունեցել հիմա այդ ամեն ինչ արվում էր ինչա ցույց տալու որ իր այսպես ասած հակաեկեղեցական արսավի մեջքին մեծ քանակությամբ ժողովուրդ է կանգնած, որը հեսը կգնա նաև վեհարանը կազատի կաթողիկոսից եւ այլն։ Մեկ է պարզված որ չէ, որ ժողովուրդ չի կանգնած։ Հա, պատկերը սա է, որը իմիջալուց մեր համարյա ցանկացած նույն Հովանավանք եթե դուք գնայիք նորմալ օրերին, մինչեւ
Փաշինյանն այնտեղ հավաքվել, էլի այս նույն պատկերն էր, այս նույն քանակությամբ մարդիկ են գալի, այդ գյուղի ժողովուրդն էր գալի, որը հիմա չի գալի, իդեպ։ Չի գալի, որովհետև հասկանում են, որ դա ինչ-որ մի սրբապիղծ հոգևոր կյանքի հոգևոր աշխարհի ժողովուրդն է, որ թույլ չէին տալիս ուրիշ հոգևորականների մասնակցել։ Չէ, ասենք բարձ այդ գյուղից ինչ-որ Փաշինյանի կողմնակիցներ կան, բայց գյուղը մեծ մասը հետ է կանգնել այս ամենից։ Հիմա վերադառնալով Ալիևի որտեղից հարցը սկսեցիք, չէ։ Ալիևը տեսել է ամենակարևոր բանը, Փաշինյանի հետև այլևս ժողովուրդ չկա։ Փաշինյանի հետևը ժողովուրդ չկա։ Փաշինյանը կտրվել է ժողովրդից։ Մանավանդ այս հարցում ժողովուրդը ընդհանրապես հետ է կանգնել Փաշինյանից, որովհետև նա չի ուզում Աստծո դեմ գնա։ Ժողովրդի մեջ նույնիսկ ինչ-որ մի հատ հատված կա, որը սիրում է համակրում է Փաշինյանին, բայց նույնիսկ դրա համար պատրաստ չի գնալ Աստծո եւ եկեղեցու դեմ։ Եվ Ալիևը տեսել է դա։ Եվ տեսնելուց հետո նա նորից միացրել է իր հռետորաբանությունը, որովհետև Ալիևը, որը ըստ էության վախկոտ անձնավորություն է, եւ փորձում է ամեն կողմից իրան ապահովագրի, սկսել է հասկանալ, որ Նիկոլը կարող է չվերարտադրվի, որ Նիկոլի հետևը ժողովուրդ չկա, որ Նիկոլը երբ որ ասում է թող ես վերարտադրվեմ, դրանից հետո մյուս խնդիրները կլուծեմ, կարող է չվերարտադրվի։ Ուստի պետք է փորձել հիմա հնարավորին չափ, այսպես ասած, սրել այս հռետորաբանությունը, գնալ ինչ-որ գործողությունների շնից մաս փոկել, այսպես ասած, ինչ կարող է փոկել։ Գործողությունը Աստված միանալը դուք դիտարկում եք նաև հնարավոր ռազմական ագրեսիա։ Դե գիտեք ոնց է հիմա այս բան կարծում եմ որ չէ, որովհետև այնուամենայնիվ արդեն լեռներում է եկել եւ ռազմական գործողություն իրականացնել այդքան հեշտ չի։ Բացի դրանից հիշեք, որ մեր տարածաշրջանում շատ պայթյունավտանգ վիճակ է հիմա։ Պայմանավորված Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, արդեն այդքան Իսրայել չէ, Ամերիկյան Միացյալ Նահանգների հակադրությամբ։ Եվ բացի դրանից Ռուսաստանն ու Ադրբեջանն էլ հիմա շատ սրված վիճակ ունեն իրականում, հա, դա պարբերաբար սրվում թուլանում է, բայց մեծ հաշվով դա խորապես փոփոխված իրավիճակ է։ Դա համար Ադրբեջանի ռազմական գործողությունների գնալուց առաջ մեղմ ասած 7 անգամ չէ, 100 անգամ պետք է չափի, 1 անգամ ձևի։ Կարող է ռազմական գործողությունը ինքը սկսի ու այդ իր սրված մեղմ ասած մախաթը մտնի լրիվ ուրիշ տեղ, անսպասելի իրան։ Ինքը սկսի, բայց ինքը չավարտի, էլի։ Ինքը սկսի չավարտի, որովհետև դա առիթ տա ուրիշ կողմերի, ոչ միայն Հայաստանի, ուրիշ կողմերի դրա մեջ խառնվելու։ Եվ վերջո մի մոռացեք, Իրանը պարբերաբար ասում է, որ մեր համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը դա կարմիր գիծ է։ Ուրիշ ոչ մի երկիր չի ասում։ Իրանը պարբերաբար ասում։ Բայց երեք Փաշինյանը փորձեց այլ ռևերանսով այսպես պատասխանել Ալիևին ու այսօր իդեպ Azeri Times-ը հատուկ մեջբերել էր բոլդով Փաշինյանի այդ խոսքերը, որ սիրելի ժողովուրդ, երբ որ դուք ասում եք օրինակ Արցախ կամ Կովսական, այնտեղից է կարա հնչի կամ հակառակը, այնտեղից է կարա հնչի Գյոյչա կամ, չգիտեմ, Երևան եւ այլն այդպիսի արտահայտություն։ Այսինքն եւս մեկ անգամ բան տրվեց, Արցախի հնարավոր փոքրիկ հիշատակումը անգամ բացատրվեց դրա հակառակ հարվածով, որը տեղ ունեցավ Ալիևի շուրթերից։ Արդեն հասկանալի է, հա, որ Փաշինյանը եւ իր շրջապատը մեր երկրում Ալիևի լավագույն փաստաբաններն են։ Նրանք Ալիևի ցանկացած ենթադրենք խոսք փորձում են մեկնաբանել այն ձևով, որպեսզի հնարավորինչափ շահեկան լինի Ալիևի համար, իրանց համար եւ այլն։ Բայց այդ արևմտյան Ադրբեջան կոչեցյալ այդ ամբողջ ծրագիրը դա պարզ հռետորաբանություն չի։ Բրյուսելում համաժողով անցկացվել այս տարածություն անցած շաբաթ, գիտեք դրա մասին։ Դրատակ միջոցներ են դրվում, Ալիևը անդադ խոսում է դրա մասին։ Իրանք պարբերաբար փորձում են Արցախահայերի վերադարձ իրավունքը հավասարակշռել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների վերադարձ իրավունքով, թեև դրանք լրիվ տարբեր բաներ են, լրիվ, այլ Փաշինյանը նույնը փորձում է, եւ անում է դա։ Այո, հատուկ, որպեսզի փագի այդ թեման, բայց դրանք լրիվ տարբեր բաներ են, Արցախը սուբյեկտ է, նվաճված, օկուպացված, բայց սուբյեկտ է, այնտեղ եղել է իշխանություն, որը չի վերացվել, այնտեղի ժողովուրդը կոմպակտ է ապրել եւ այլն, հազարատ տարբերություն կա։ Ամենակարևորը ինքնավարությունն է եղել։ Այդ եմ ասում, սուբյեկտ է, այո, սուբյեկտ է։ Հայաստանում չի եղել ոչ մի ադրբեջանական ինքնավարություն։ Հայաստանում ադրբեջանցիները բնակչության ընդամենը 5%-ն են կազմել, լավագույն դեպքում ոչ միտեղ կոմպակտ չեն ապրել, ցրված են եղել եւ այլն, այսինքն այդ բոլորը իրար հետ հավասարացնել, հա ամենակարևորը Ադրբեջանից ներողություն, ադրբեջանցիները Հայաստանից գնացել են խորհրդային Հայաստանի ժամանակ, ոչ թե անկախ։ Չեն գնացել ռազմական օկուպացիայի պայմաններում, չեն գնացել ենթադրենք իրանց շանտաժով բան, իրանք տները վաճառել, փոխհատուցում են տվել, տները փոխել են, տները փոխանակել են Ադրբեջանից Հայաստան տեղափոխված իրանցից 3 անգամ ավելի շատ հայերի հետ եւ այլն, այսինքն այդ սա խոսակցությունը
բացարձակ Փաշինյանի եւ Ալիևի կողմից մտածածին հնարած խոսակցություն է, երբ որ իրանք փորձում են կշերքի երկու նժարները հավասարչել, բայց լրիվ տարբեր բաներ են։ Լրիվ տարբեր։ Լավ, պարոն Չալաբյան, դուք անցած շաբաթ հաղորդում տվեցիք հանցագործության մասին, այսինքն հայակվեն, հա, առայն որ պետությունը, իշխանությունը կամ Փաշինյանը օկուպացրել է կամ չգիտեմ բռնակ գավրավել է, չգիտեմ թե ոնց է ձևակերպել, հա, վանական համալիր հայ առաքելական եկեղեցուց։ Ուզում եմ հասկանալ այն բանի մեջ, տրամաբանության մեջ, երբ որ Հայաստանում ամեն հասցեոր ձերբակալվում ու կալանավորվում են եկեղեցու պաշտպանությամբ զբաղվող մարդիկ, հա, կամ մարդիկ, որոնք որ այսպես ազգական են ամեն հայոց կաթողիկոսին, ինչի վրա է ձեր այսպես ռուսերեն բառ ասեմ ստավկան, հա, հաշվարկը, ինչ պետք է տեղի ունենա։ Նարեկ ջան, տեսեք, նախ եւ առաջ ամենաառաջի բանը սկսենք, հա։ Մենք երբևիցե անիրավության եւ հակաօրինականության հետ չպետք է հաշտվենք։ Եթե ես նույնիսկ մնամ վերջի մարդը, որը դրա համար պայքարում է, ու իմանամ, որ հաջորդ օրը արթնանալու եմ, իսկ կալանավորելու են կամ գնդակարելու են, ես մեկը դրա համար պայքարել եմ, որովհետեւ պայքարող մարդիկ են, որ մնացած բոլորին հույս են տալիս։ Եվ երբ որ մենք դա անում ենք, տեսնում ենք նաեւ հանրային արձագանքը, որ մարդիկ հույս են ստանում դրանից։ Հասկանում են, որ Փաշինյանը չի կարողացել, Փաշինյանը իր տերերը Բաքվում ու Անկարայում չեն կարողացել հայ ժողովրդի դիմադրության ոգին ջարդել։ Այդ առաջի գործոնն է։ Առաջի ու ամենակարևոր։ Բայց կա այլ գործոններ, որոնց մասին հերթով ձեզ ասեմ։ Երկրորդ գործոնը հետևյալն է. ակնհայտ է, մեր աչքի առաջ հանցագործություն է տեղի ունենում։ Ակնհայտ է։ Եվ մենք չպետք է հաշտվենք նրա հետ, որ հանցագործություն է տեղի ունենում։ Մենք պետք է այդ հանցագործությունը արձանագրենք եւ իրավապահ համակարգ մուտք անենք։ Հիմա դուք ասելու եք, հա դե դատախազը ընթացք չի տա, բան։ Հա, երկի ընթացք չի տա։ Չնայած ընթացք տվել են հիմա, բայց քրեական գործ մեծ հավանականությամբ չեն հարուցի։ Հետո ինչ։ Հաջորդ դատախազը կհարուցի։ Հաջորդ դատախազը կհարուցի եւ հաջորդ դատախազը ոչ միայն քրեական գործ կհարուցի Փաշինյանի վրա, այլև քրեական գործ կհարուցի այն դատախազների եւ քննիչների վրա, որոնք պարտավոր էին իրականում սա արձանագրել, որպես առնվազն խելամիտ կասկածի դեպք եւ քրեական գործ հարուցել եւ պարտակել են սա։ Վաղ թե ուշ այն մարդիկ, որոնք զբաղված են այսօր Փաշինյանի հանցագործությունների պարտակմամբ, իսկ Փաշինյանի հանցագործությունները բազմաթիվ են արդեն։ Այդ մարդիկ, որոնք զբաղված են պարտակմամբ, իրանք էլ են կանգնելու պատասխանատվության առաջ։ Չեն խուսափելու այդ պատասխանատվությունից։ Էդ էլ իրանք պետք է գիտակցեն։ Եվ երրորդ ասպեկտը կա, որ հիմա սկսում է ավելի ակնհայտ դառնալ։ Երրորդ ասպեկտը հետևյալն է։ Միջազգային հանրություն կոչեցալ ամորֆ մասան սկսում է ուշադրություն դարձնել այս ամեն ինչի վրա։ Այդնես չէ, որ ամեն երկրում իշխանությունը ընկած է եպիսկոպոսներ ձերբակալելու հետևից, վանական համալիրներ գրավելու հետևից։ Որտեղ է ուշադրությունը տեսել, ինչ Դե օրինակ տեսակ, որ Նարեկին Կարապետյան Տակեր Կարլսոնը հրավիրել է հարցազրույց։ Կարծեմ երեկ է եթեր գնացել, հələ չեմ ասել։ Չէ, եթեր չի գնացել։ Չի գնացել, լավ, ինչու՞։ Գիտեք ինչ է հրավիրել։ Հենց այդ պատճառով, հենց այդ թեմայի շուրջը։ Հենց այդ թեմայի շուրջը։ Եվ մեզ էլ են արդեն սկսում դիմել այդ թեմայի շուրջը, որովհետև մարդիկ սկսում են աշճանաբար հասկանում եք, sense այդ բանը Հայաստանի շուրջը ինֆորմացիոն պատ է կառուցած, պատնեշ։ Ինֆորմացիոն պատնեշը կառուցած է Թուրքիայի կողմից, Ադրբեջանի կողմից եւ Փաշինյանի կողմից, որ ամեն ինչ գնում ասում մեր մոտ ամեն ինչ լավ է։ Եվ Արևմտյան իր շրջակիցների կողմից նույնպես։ Այո, ամեն ինչ լավ է, բայց հիշեք, որ նույնիսկ արևմուտքը համասեր չի։ Արևմուտքում կան ուժեր, որոնք օրինակ շատ ամուր կարճացեն քրիստոնեական արժեքներին, ավանդական արժեքներին, որոնք պաշտպանում են քրիստոնեությունը։ Դուք տեսաք այս վերջերս, որ Միացյալ Նահանգների նախագահ Տրամպը հանձնարարեց իր ռազմական նախարարությանը Պենտագոնին օպերացիա պատրաստել Նիգերիայում քրիստոնյաների պաշտպանություն։ Այո, բողոքեն Բոկո Հարամի։ Որտեղ մարդկանց մոտ թեման այդ կա, այսինքն դու պետք է ի վերջո եւ իդեպ ձեզ ասեմ, Միացյալ Նահանգներում օրինակ այդ քրիստոնեական պաշտպանության թեման շատ ուժեղ է, որովհետեւ Տրամպի կոնկրետ ընտրողներից գալի մասը հավատավոր քրիստոնյաներ են։ Դե լավ, պարոն Չալաբյան, ես օգոստոսի 8-ին անգամ լրագրողը հարց տվեց բանի թեմայով քրիստոնյա հայերի խնդիրների հետ կապված արցախցիներին։ Բայց ասած չէ Տրամպը, ասած 23 հոգի այնտեղ քրիստոնյա էր։ Ոնց որ քրիստոնյա բառը շատ կարևոր է իրաց։ Չէ, իրենք նկատի ուներ առաջին հարց տվողի, նկատի ուներ արցախահայության պաշտպանության հարցը, ընդհանրապես որ 150,000 քրիստոնյայի բան են արել։ Տեղահանել են, այսպես ուշադրությունը չպատասխանեց անգամ։ Հա, բայց պետք է անընդհատ տեսեք, կաթիլը քարածակում։ Այնտեղ բավական նույնից եմ ասում, մեծ հանրություն կա, որոնց համար քրիստոնեությունը, քրիստոնեության պաշտպանությունը, արևելյան քրիստոնեության պաշտպանությունը կարևոր է։ Իդեպ Եվրոպայում էլ կա եւ ես այդ գործիչների հետ բարբերաբար հանդիպում եմ։
Այդ գործիչներից մեկի հետ ես անցած շաբաթ էի հանդիպում։ Գերոլֆ Անեմասի, որը բելգիական խոշորագույն քրիստոնեական կուսակցության ղեկավարն է։ Այո, իրանք եկել են մեր հետ հանդիպում էին։ Իրանց համար այս թեմաները կարևոր է եւ դու պետք է այդ ինֆորմացիան, այսպես ասած, վակումը Հայաստանի շուրջը ճեղքես։ Մարդիկ պետք է հասկանան, Հայաստանում ոչ մի ժողովրդավարություն չի։ Հայաստանում ամենաայլանդակ ձևի բռնատիրությունն է հաստատվել ժողովրդավարության քողի տակ։ Իդեպ ես ասեմ, վաղուց ուզում եի դրա մասին մի անգամ պատմել, էլի։ Ուրեմն շատ հայտնի ռուս հեղինակ կա Սերգեյ Գուրիև, որը հիմա Ֆրանսիայում ապրում եւ դասավանդում հեռացել է Ռուսաստանից, որտեղ այնտեղ մեր մասած հալածվում էր ինքը։ Ինքը գիրք ունի գրած ժամանակակից բռնապետների մասին, որը կոչվում է spin dictatorship անգլերեն, դա նշանակում է ֆռսնող բռնապետներ։ Դա այն բռնապետերն են, որոնք ոչ միայն վախի վրա են աշխատում, այլև ժողովրդին ֆռսնելու։ Բառը բունի մա spin նշանակում է ֆռսնել։ Ֆռսնելու, խաբելու, մանիպուլացնելու եւ այլն։ Հայաստանում տիպիկ ֆրացնող բռնապետություն է հաստատված Փաշինյանի ձեռամբ, տիպիկ, եւ դրա մասին պետք է խոսել ամենուրեք եւ Հայաստանի ներսում, եւ Հայաստանից դուրս, որովհետեւ այդ է բռնապետությունը կաշկանդելու ձևը։ Կաշկանդելու եւ ի վերջո իրան տուն ճամփորդելու ձևը։ Սիրի ժողով ձեր ցավը տանեմ ու տակից ու հասցնում կալանավորում։ Հա, իհարկե։ Գալով Հովանավանքի պատարակներին դիմացնել կա նաև պատարակ Չակերտների մեջ Հովանանքի պարագայում, Թալինում դեռ այս պահին, ինչպես ասում են, լեգիտիմ պատարակ է, որովհետև գործող հոգևորականը Մայրաթորի կողմից ոչ մի կարգապահական պատժի չի արժանացել այս պահին դեռևս։ Ինչ է կարծում այդ մարդկանց արկայությունը այնտեղ, հա, թե առաջին դեպքով եւ թե երկրորդ դեպքով։ Ինքը իսկապես ինչպես դուք արտահայտվեցիք, ձախողում էր կամ ֆիասկո էր Փաշինյանի համար, թե ինքը առանձնապես վարչական ռեսուրս չէր ցանկացել կիրառել, պայելով այդ վարչական ռեսուրսի կամ չասեմ վարչական որևիցե այլ ռեսուրսի հնարավորությունը այդ հայտնի Էջմիածնի հոգևոր ճակերտներով հավաքի համար։ Տեսեք, եթե ինքը չկարողացավ Հովանավանքում մարդկանց համախմբել, մի իրավիճակում, երբ որ նույնիսկ ասենք կոնֆրոնտացիա վտանգ առանձնապես չկար, մանավանդ երկրորդ կիրակի, հա, որտեղ երբ որ ակնհայտ դարձավ, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդները խուսափում են կոնֆրոնտացիայից։ Մեկը ձեր խոնարհ ծառան, ես այդ թեմայով հայտարարություն եմ արել, ասել եմ, մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին պառակտել մեր ժողովուրդը։ Չպետք է թույլ տանք, որ Փաշինյանը մեր ժողովրդի տարբեր հատվածներ, նույնիսկ այն ամենավատ հատվածը, որը շուրջն է համախմբված, հանի ժողովրդի մնացած մասի դեմ։ Չի կարելի, չպետք է թույլ տանք։ Այս Փաշինյանը կանցնի կգնա ու իրան շատ չի մնացել, էլի։ Այս սպիները շատ երկար են իրականում լավանալու։ Նոր սպիներ մեզ պետք չեն, նոր վերքեր պետք չեն։ Մենք չպետք է թույլ տանք, որ Փաշինյանը հասցնի մեր երկիրը արյունահեղության։ Ամեն ձև պետք է դրանից հետ կանգնենք։ Բայց նույնը չի կարելի ասել Մայրտաճարի դեպքում եւ Մայրաթորի դեպքում։ Այնտեղ ի վերջո դա բոլորն են գիտակցում, որ դա մեր քրիստոնեության վերջի բաստիոնն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայության բաբախող սիրտն է։ Այո, դա մեր վերջի բաստիոնն է։ Եվ եթե Փաշինյանը փորձի մեղմ ասած իր վերջի արծաթե փամփուշտը տեղ օգտագործի, ես կարծում եմ, որ դա բերելու է նախ ընդհանրապես ասած մեր երկրի համար ծայրահեղ ծանր ողբերգական հետևանքներ, ծայրահեղ ծանր։ Դա բերելու է մեր ժողովրդի ֆունդամենտալ պառակտման։ Բերելու է նրան, որ ատելությունը նորից, ասենք, ծայրահեղ բարձր մակարդակի հասնի մեր երկրում եւ ոնց ենք մենք այդ թշնամանքը հաղթահարելու, ոնց են մարդիկ իրար աչքի նայելու, ոնց են ոստիկանը, որը մարդացեցել այդ օրը գնալու տուն իրականոճ աչքի նայելու, ես նույնիսկ չեմ պատկերացնում։ Ես տեսել եմ հունիսի 27-ին Բեհարանի այդ գրոհի առաջի փորձը։ Այո, ես տեսել եմ, ես այնտեղ ներկա եմ եղել, ես տեսել եմ ինչպես էր ոստիկանության զգալի մասը, բացառությամբ են ամենաֆանատիկ կարմիր բերետների, հա, որոնք ասենք իրանք էլ չեն հասկանում ինչ են անում հաճախ, էլի, բայց սովորական շարքային ոստիկանները ծայրահեղ ընկճված էին, որ իրանց բերել ներքաշել են այդ կեղտոտ պիղծ բանի մեջ, գործողության մեջ։ Ծայրահեղ ընկճված էին։ Ես այդ տեսել եմ, որտեղ իրանց հետ խոսում էի, իրանք ուղղակի գործ դեմքերով մարդկան անգամ արտասվում էր։ Հա չէ, իրանք կանգնած էին ահավոր ընկճով։ Ուզում եմ ձեզ ասեմ, որ Փաշինյանի հնարավորությունները այդ իմաստով ծայրահեղ սահմանափակ են։ Այն ֆանատիկոսները դրանք կլինեն ոստիկանության մեջ, թե քաղաքացիական բնակության մեջ, որոնք պատրաստ են Աստծո դեմ գնալ հանուն Փաշինյանի, իրանք կներեք էլի մի քանի 100 հոգի են։ Իրանք չեն կարող այս ժողովրդի հավաքական կամքը կոտրել, հնարավոր չի։ Պարոն Ճալաբյան, դրա հետ մեկտեղ ակնհայտ է դառնում, որ եւ դրա մասին նոր չէ, որ խոսվում է եւ իրական բարեփոխում ցանկացողները որդիական խոնարհությամբ են խոսում, այլ ոչ թե այնպես ինչպես վարվում է Փաշինյանը, որի բնորոշումը դուք տվեցիք մոտիվների առումով, ակնհայտ դառնում, որ եկեղեցին նաեւ հնարավորություն է ինչ որտեղ միգուցե հայ առաքելական եկեղեցու համար որոշակի իր ներսում
եւ իր ուժերով ռեֆորմացիայի գնալու, այլ ոչ թե турք տալու արտաքին այսպես ազդակներին ու ճնշումներին։ Տեսեք, հետաքրքիր հարց եք բարձրացնում եւ ընդհանրապես ասած մարդկության պատմության մեջ ցանկացած բարեփոխում ի վերջո տեղի ունենում որոշակիորեն արտաքին ազդակների եւ մարտահրավերների արկայության պայմաններում։ Այդ իմաստով ցանկացած մարտահրավեր, եթե նա կառավարելի է, պետք է անցնել որպես այո, լավ հնարավորություն, բարենպաստ հնարավորություն որոշակի բարեփոխումներ իրականացնելու համար։ Հիմա արդյոք մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցուն պետք են բարեփոխումներ։ Իհարկե պետք է, որովհետև երբ որ եկեղեցին ապրում է իր որոշակի կանոնակարգով, նվիրապետական կարգով արդեն 1700 տարի, այդ ընթացքում իրականությունը շուրջը փոխվում է, իսկ ներսում իրականությունը մնում է ինչ-որ իմաստով կարծրացած, եւ դա բերում է բազմաթիվ լարվածության կետերի։ Հենց եկեղեցու ներսում պատահական չի, որ մեր իրականության մեջ ծնվեց կարգալուց նախկին քահանա Ստեփան Ասատրյանը։ Պատահական չի, որովհետև անկախ նայած թե մենք իրան ոնց ենք վերաբերվում, մենք հասկանում ենք, որ այդ ամեն ինչում որոշակի խնդիրներ են եղել, որ բերել են այդպիսի կերպարի առաջացման, Եթե եկեղեցին իդեալական կառույց լիներ, այնտեղ տես կերպար չէր առաջանա։ Այնտեղ ոչ մի միաբան չէր գնա մնացած միաբանների դեմ, իր միաբանության դեմ չէր լինի այդպես բան, հասկանում եք։ Իր հոգևոր եղբայրների դեմ։ Իր հոգևոր, այո, իր միաբան հոգևոր եղբայրների դեմ։ Հիմա եկեղեցին, այո, այս հնարավորությունը պետք է օգտագործի ներքին բարեփոխումների համար, որպեսզի նա ավելի բաց լինի դեպի հասարակությունը, դա շատ կարևոր է, որպեսզի նա ավելի ինչ-որ իմաստով նախաձեռնող լինի։ Մենք տեսնում ենք, ասենք, այլ կրոնական կազմակերպությունները իրանք են ավելի նախաձեռնող գնում դեպի ժողովուրդը, Այստեղ ոնց որ եկեղեցին օգտվում է իր մենաշնորհ դիրքից եւ սպասում է, որ ժողովուրդը գա իր մոտ, բայց պետք է հակառակն էլ անել, գնալ ժողովուրդը։ Մյուս կարևոր խնդիրը, որը այս ընթացքում դարձավ ահավոր շահարկման առարկա, դա եկեղեցում կուսակրոն եւ ոչ կուսակրոն ամուսնացած հոգեվորականների արկայությունն է, եւ կուսակրոնների հետ կապված ինչքանով են իրանք իրենց ուխտը պահպանում։ Ես կարծում եմ, այս խնդիրը պետք է շատ լուրջ քննարկման առարկա դառնա։ Շատ լուրջ քննարկման առարկա։ Արդյոք մեր ժամանակներում 21-րդ դարում կուսակրոնությունը պետք է պահպանվի որպես ինստիտուտ։ Արդյոք դա նպատակահարմար է։ Ես հասկանում եմ ինչու այս ժամանակին դա առաջացել։ Իդեպ հիշեցնեմ ձեզ, որ մեր առաջ կաթողիկոսները կուսակրոն չեն եղել։ Դա Պարթև լուսավորչի տոհմից էին։ Այո, Պարթևներին իրանք կուսակրոն չէին։ Հետո է դա մտել, կարծեմ արդեն 6-րդ դարից է դա տեղի ունեցել։ Հիմա պետք է մտածել, ես չեմ ասում կուսակրոնությունը ընդհանրապես վերածվի որպես ինստիտուտ, բայց օրինակ շատ կարևոր հարց կա։ Արդյոք պարտադիր է, որ հոգևորականը լինի կուսակրոն, որովհետեւ նա դառնա օրինակ թեմական առաջնորդ։ Արդյոք դա պարտադիր է։ Հիմա պարտադիր է, բայց արդյոք դա նպատակահարմար է, որովհետեւ ես այդ խնդրին զուտ որպես կառավարիչ եմ նայում, հիշում եք, որ ես մասնագիտությամբ կառավարիչ եմ։ Եվ ասում եմ հետեւելը, եթե քահանան ծառայում է ժողովրդին, կոնկրետ վանական համալիրում, քահանան ծառայում է Աստծուն։ Եվ Աստծուն եւ ժողովրդին։ Դե ժողովրդի հոգևոր կարիքներն է։ Աստծո եւ ժողովրդի միջև կապող օղակ է, չէ՞։ Եթե ինքը ծառայում է Աստծուն եւ ժողովրդուն, այո, իր եկեղեցում, իր տաճարում, ինչու ինքը չպետք է հնարավորություն ունենա դառնալ թեմական առաջնորդ։ Ինչու՞։ Որտեղ ամուսնացած է։ Ինչու՞։ Այդ շատ լուրջ հարց է։ Իսկապես շատ լուրջ հարց է։ Եվ ես արարածից օգտվելով կարծում եմ, որ այո, մեր եկեղեցու հայրերը հիմա պետք է այդ հարցին անդրադառնան, որովհետև դա նաև լարվածության աղբյուր է։ Բայց դա պետք է լինի հանգիստ պայմաններում եւ բնական է, օկուպացիայի վտանգը անցած չէ, բնական է, եւ որտեղ հիմա խոսակցություններ անգամ կան, ծայրահեղ խոսակցություն, ես ինքս եմ 1-2 անգամ նրան անդրադարձել, որ եթե հայ ժողովուրդի վիճակի չի պաշտպանել Մայրաթոռը, որպես այդպեսին, ապա միգուցե պետք է մտածել Մայրաթոռը ժամանակապես Հայաստանից դուրս տեղափոխելու մասին, օրինակ, չէ, եկեք, ես համոզված եմ, որ մենք կպաշտպանենք Մայրաթոռը, բնականաբար, օրինականության սահմաններում կպաշտպանենք Մայրաթոռը, մինչև այս արհավիրքը, որը մեր երկրին պատահել է արդեն 7 տարի, այս քողարկված, այսպես ասած, ոչխարի դիմակներով գայլերը հեռանան իշխանությունից, կպաշտպանենք։ Բայց այլ հարց է, որ երբ որ մենք պաշտպանենք Մայրաթոռը, պաշտպանենք մեր Սուրբ եկեղեցին, դրանից իր բարեփոխման օրակարգը չի վերանալու, ինքը շարունակելու է մնալ, բայց ինքը այո, պետք է արվի եկեղեցու ներսից։ Ինքը չպետք է արվի դրսից, պարտադրանքով, հարցակումներով, սպառնալիքներով, շանտաժով։ Ինքը պետք է արվի ներսից, իհարկե։ Հանդարտ պայմաններում, հասկանալով թե ինչը կաշխատի, ինչը չի աշխատի, իսկապես կշռելով եւ կշռադատելով։ Այո, այդ իմաստով մենք կարծում ենք, որ աշխարհիկ իշխանությունը բացարձակ չպետք է խառնվի եկեղեցու գործերին, ինչպես դա փորձում անել Փաշինյանը։ Բայց միևնույն ժամանակ եկեղեցին չպետք է դրա առիթը տա։ Եկեղեցին չպետք է պարբերաբար թույլ տա, որպեսզի այդ խնդիրները
դուրս գան մակերույթ։ Նա պետք է լուծի այդ խնդիրները։ Բայց առիթը այնուամենայնիվ էս ամեն ինչը բաներ են Փաշինյանի բերածը սահակրան, դա չէ որ ասենք թքած ունի կուսակրոնն թե կուսակրոնն չեն։ Այստեղ խնդիրը եկեղեցու հասկանալի։ Հա, եկեղեցու առաջնային իր բանը լարվածությունը եկեղեցու հետ, եկեղեցու իրից ձևակերպում քաղաքական հայտարարություններն են, որ իր հրաժարականի կոչը են հնչեցրել։ Մենք շատ լավ հասկանում ենք, Նարեկ ջան, որ կա պատճառ, այո, որ եկեղեցին ունի հստակ դիրքավորում, հստակ կեցվածք ազգային արժեքների պաշտպանության։ Դա հասկանալի է։ Այստեղ էլ է, էլի որ նա քաղաքական, որ նա ազգային, խնդիրը նրանում է, որ գործող իշխանությունը վերցնում է ցանկացած պատրվակ, եւ կարողանում է օգտագործել այդ պատրվակը որպես սեփական հակազգային նարատիվների տարածման միջոց։ Ուստի ես ասում եմ, որ նույնիսկ պատրվակ իրանց չի կարելի տալ, հասկանում եք։ Նույնիսկ պատրվակ չի կարելի։ Պարոն Ջալաբյան, մեր խոսակցության մեջ դուք 1-2 անգամ ասացիք, որ իհարկե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քիչ է մնացել, իհարկե չի հաջողելու, իհարկե ես ենթադրում եմ, որ դուք ակնարկում եք առաջիկայում ընտրությունները, հա, 26 թվականի խորհրդարանական կամ հերթական կամ արտահերթ, չգիտեմ եւ այլն։ Որտեղ է ձեզ լավատեսությունը, ինչ որ շապից ավելի շատ օպտիմիստ եք։ Տեսեք, մենք բազմից ենք խոսացել այս մասին եւ ես չեմ կարծում, որ ես շապից դուրս լավատես եմ։ Ես ավելի շատ իրատես եմ, նայում եմ իրադարձությունները ինչպես են զարգանում եւ բացանից անդադ հետեւում ենք նաեւ հարցման արդյունքներին, սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, տեսնում ենք իրականում, որ Փաշինյանը, եթե հիմա այսօր ընտրություններ տեղի ունենային, այս կիրակյուրը, իհարկե եթե այդ ընտրությունները չկեղծվեին, այդ մեծ եթե է, որովհետեւ մենք շատ լուրջ անհանգստություն ունենք, որ Փաշինյանը գիտակցելով, որ չի կարող վերարտադրվել, կգնա բռնաճնշումների, կեղծիքների վրա սկսել արդեն գնալ ըստեյություն։ Բայց եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի, դե հիմնական քաղաքական դերակատարը պետք է կալանավորում ես դրա մասին։ Հա, բայց ինքը տեսեք, դա էլ է հետաքրքիր։ Ում որ ինքը կալանավորել է, դա հիմնական քաղաքական դերակատար չէր, նա դարձավ արդյունքում։ Դա էլ է բումերանգը, հասկանում եք, նա փորձեց պրևենտիվ կերպով, օրինակ Սամվել Կարապետյանին կալանավորել, որպեսզի իրան դուրս բերի, հա, այս հանրային կյանքից։ Արդյունքում Սամվել Կարապետյանի փոխարեն հիմա այնտեղ մի ամբողջ բան է։ Քաղաքական կառույց առաջացել, թիմ աշխատում, հարավոր մարդիկ են դրա մեջ ներգրաված, եւ այդ բոլորին չես կարող միանգամից կալանավորես։ Չես կարող։ Էլ ինչ որ մարդկանց է փորձելու կալանավորել։ Հիմա ձեր խոնարհ ծառան ոչ մի երաշխիք չունի, որ առավոտյան չի զարթնի, հետևից չեն գա։ Բայց խնդիրը նրանում է, որ այս վարչախմբի դեմ արդեն այնքան մարդ է պայքարում, հոգեվորական, աշխարհիկ եւ այլ, եկեղեցին շատ ավելի զգուշավոր էր, հիմա ինքը ստիպված է պայքարել։ Նույն Սամվելը Կարապետյան, ինքը շատ ավելի զգուշավոր էր, ինքը չեզոք էր ընդհանրապես։ Հիմա ստիպված է պայքարել։ Ու ավելի շատ մարդիկ սկսում են հասկանալ, որ այս վարչակարգի համար ոչ մի կարմիր գիծ չկա, վաղ իր հետևից էլ կարող են գալ։ Եվ նույնիսկ այն մարդիկ, որոնք չեզոք են, ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, հիմա սկսում են օրինակ ինձ մոտենալ, ասում են, հա, բայց մենք այնուամենայնիվ հասկանում ենք, որ մի բան պետք է անել։ Ասում եմ, իհարկե պետք է անել, որովհետև եւս 5 տարի այս վարչախմբի մեր համար տառացիորեն կարող է աղետալել։ Ասիկ եթե այս կիրակի ընտրություն լինի, կպարտվի Փաշինյանը։ 50+1 չի հավաքել։ Որ բացառված է, չէ կպարտվի։ Իսկ առաջին տեղ կզբաղեցնի։ Ինքը դեռևս կզբաղեցնի առաջի տեղ, դեռևս։ Եթե ասում ենք սոցիոլոգիական հարցումների արդյունքով, բայց բնականաբար մեծամասնություն չի ստանում։ Այսինքն հետևից եկող ուժերը, հետևից եկող մի քանի ուժ կա արդեն, որոնք ամեն մեկը բան ունի։ Եվ տեսեք, ախր Փաշինյանը ինչ այս 21 թվին։ Նա կարողացավ բևեռացնի ընտրությունը։ Եվ ասի կամ ես եմ եւ կամ Քոչարյանը։ Հաշվի առնելով Քոչարյանի հետ կապված վախերը, հասարակության զգալի մասը մոտ ինքը կարողացավ այդ բանի մեջ հաղթել։ Հիմա ինքը էլ չի կարող ասի կամ ես եմ կամ Քոչարյանը, որովհետեւ իր դեմ մի քանի ուժ է տարբեր պայքարում եւ այդ ուժերի թիվը շարունակում է մեծանալ այդ ուժերի թիվը, ինքը էլ չի կարող հասարակությունը այդ ձևով բևեռացնել։ Ընդդիմության խոշորացման անհրաժեշտություն կա թե ոչ։ Կարծում եմ, որ որոշակի հատվածում կա, այո, որոշակի հատվածում կա։ Ու առնվազն արտախորհրդարանական։ Արտախորհրդարանական եւ մենք դրանով զբաղվում ենք։ Այդ առանձին թեմա է, գուցե մյուս անգամ ինձ հրավիրեք դրա մասին պատմեմ եւ ավելի շատ բան կունենամ պատվելու ինչ որ ժամանակ հետո։ Բայց համենայն դեպս մենք դրանով զբաղվում ենք, որովհետեւ մենք կարծում ենք, որ այն ուժերը, որ նոր են առաջացել, նոր են առաջանում, հիմա իրանք այո ունեն համագործակցության կարիք, որպեսզի ի վերջո հասարակությանը ներկայացնեն շատ հիմնավոր, հա, մեծ ռեսուրսներով ուժային կենտրոն։ Որտեղ մեր հասարակությունը ի վերջո որտեղ այնտեղ ձայների փոշիացման հավանականությունը բավականին մեծ, Յավկա այսպես կոչված է, քաղաքական մասնակցության մարդկանց քանակն է շատ կարևոր։ Չէ, բացած շատ կարևոր է հետեւյալը, եթե մեր հասարակության այն մասը, որը հիմա пассив է, չկողմնորոշված է, տեսնի, որ ասպարեզ է իջել նոր ուժ, որը իսկապես ուժ է, մի քանի մարդ չի, մարդ կուսակցություն չի, ուժ է, տեսնում են, ասենք իր թևերն էլ են տեսնում, ուսերն են տեսնում, դեմքն են տեսնում եւ այլն, դա կբերի նրան, որ մեր հասարակության զգալի մասը այդ օրը դուրս կգա տնից կգա ընտրության։ Դա շատ կարևոր է։
Մեր համար ի վերջո նպատակի հետ է, որպեսզի մենք մարդկանց համոզենք, որ իրանք գան ընտրության, որ իրանք հասկանան, որ իրանց այդ մի ձայնից շատ բան է կախված, շատ բան է կախված, եւ որ այլևս չկա այդ հարցը, որ Փաշինյանը չլինի, ով է լինելու։ Այդ հարցի պատասխանը կա։ Այդ հարցի պատասխանը կա եւ այդ հարցի պատասխանը մենյու է։ Ուզում ես գնա Սամվել Կարապետյանին ընտրի, ուզում ես արի Ավետիք Չալաբյանին ընտրի, ուզում ես գնա Գագիկ Ծառուկյանին ընտրի, ուզում ես գնա երեք ձեր մոտ Էդմոն Մարուկյանին, թող գնա վերջո նույնիսկ Էդմոն Մարուկյանին ընտրի, բայց ինքը մենյու է ունենալու։ Եվ դա կարևոր է։ Մարդկանց նաև ընտրություն է պետք տալ, որպեսզի մարդիկ հասկանան, որ այդ հարցը բա Փաշինյանը չլինի, ով է, էլ գոյություն չունի։ Վերջ Փաշինյանի այսպես ասած դարաշրջանը վերջացել է։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար իմ հյուրներ Հայաքվե քաղաքացիական միավորման, ճիշտ ասացի, պարոն Չալաբյան, միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը կհանդիպենք մնացեք խաղաղությամբ։